Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Մարգարիտա Վարդանյանը վաղ արթնացավ, ինչպես միշտ։ Պատուհանից այն կողմ դեռ չէր լուսացել, բայց նա արդեն չէր կարողանում քնել։ Տարիքի հետ քունը կարճ ու տագնապալի էր դարձել։ Նա պառկած էր փոքրիկ սենյակի նեղ մահճակալին ու լսում էր բնակարանի լռությունը։ Այս սենյակը նախկինում խորդանոց էր եղել։ Երբ 5 տարի առաջ դուստրն առաջարկեց տեղափոխվել իրենց մոտ, Մարգարիտան ուրախացավ։ Վանաձորի ծայրամասում գտնվող 3 սենյականոց բնակարանում միայնակ մնալը դժվար էր։ Ամուսնու մահից հետո ամեն անկյուն հիշեցնում էր նրա մասին։ Ամեն իր հիշողություն էր պահում։ Տեղափոխությունը փրկություն էր թվում, բայց ամեն ինչ այնքան էլ պարզ չէր։ Մարգարիտան վեր կացավ և մոտեցավ պատուհանին։ Նրա սենյակը նայում էր դեպի բակ։ Ներքևում մեքենաներ էին, աղբամաններ և մի քանի չորացած ծառեր։ Նա հիշեց իր հին բնակարանը, որի պատուհանները նայում էին այգուն։ Այնտեղ առավոտյան թռչուններն էին երգում, այստեղ լուր էր ու մոխրագույն։ Նա հագավ խալաթը և կամաց դուրս եկավ սենյակից։ Միջանցքում մութ էր։ Մարգարիտան շոշափելով հասավ խոհանոց և միացրեց լույսը։ Էլեկտրական թեյնիկը զգուշությամբ դրեց, որպեսզի չարթնացնի Լուսինեին և Արթուրին։ Փեսան չէր սիրում, երբ իրան ժամանակից շուտ էին արթնացնում։ Նա ընդհանրապես շատ բան չէր սիրում։ Քանի դեռ ջուրը տաքանում էր, Մարգարիտան սառնարանից հանեց կարագը, պանիրը, երշիքը, հացը կտրատեց, իր համար բուտերբրոդ պատրաստեց և թեյ լցրեց։ Նստեց սեղանի շուրջ ու նայեց ժամացույցին։ 7 էր։ Փեսայի նախաճաշին մնում էր 1.5 ժամ։ Նա արթնանում էր ուղիղ 8-ին և պահանջում էր, որ ուտելիքը պատրաստ լինի։ Մարգարիտան սովոր էր բոլորի համար եփել։ Դուստրն ամբողջ օրն աշխատում էր, հոգնած էր տուն գալիս։ Արթուրն էլ էր աշխատում, բայց նրա հոգնածությունն ուրիշ էր, չարացած, ջղային։ Մարգարիտան լուր թեյ էր խմում ու մտածում այն մասին, թե ինչպես է ամեն ինչ փոխվել։ Այստեղ ապրելու առաջին տարին նորմալ էր։ Արթուրը նույնիսկ երբեմն կատակում էր, հարցնում. «Ինչպես եք»։ Լուսինեն զվարթ էր, պատմում էր աշխատանքից։ Նրանք երեքով երեկոյան հեռուստացույց էին դիտում, քննարկում նորությունները։ Մարգարիտան իրեն պետքական էր զգում։ Նա եփում էր, հավաքում, օգնում տնային գործերում։ Կարծում էր, թե գտել է իր տեղն այս տանը, բայց հետո ինչ-որ բան կոտրվեց։ Արթուրը սկսեց մռայլ տուն գալ, կոպտում էր պարզ հարցերին։ Եթե Մարգարիտան հարցնում էր պետք է արդյոք խանութից ինչ-որ բան գնել, նա կտրուկ պատասխանում էր. ինքդ պետք է իմանաս։ Եթե նա ընթրիք էր պատրաստում, նա կարող էր ասել, որ այն չէ, կամ շատ աղի է, կամ չորացած, կամ ընդհանրապես ինքը դա չէր ուզում ուտել։ Լուսինեն սկզբում պաշտպանում էր, ասում էր, որ մայրիկը ջանք է թափում, որ համով է եփում։ Բայց ժամանակի հետ դուստրն էլ սկսեց փոխվել։ Նա ավելի հաճախ էր լռում, երբ Արթուրը ձայնը բարձրացնում էր։ Հետո սկսեց հառաչել, երբ Մարգարիտան ինչ-որ բան այնպես չէր անում, իսկ հետո սկսեց ասել բաներ, որոնք ավելի ցավոտ էին, քան Փեսայի կոպտությունը։ Մարգարիտան խմեց թեյը և վեր կացավ։ Պետք էր սկսել նախաճաշը պատրաստել։ Նա հանեց թավան, ձուն, լոլիկը։ Արթուրը սիրում էր բանջարեղենով ձվածեղ։ Լուսինեն նախընտրում էր շիլա։ Մարգարիտան սկսեց կտրատել լոլիկը ու մտածել, ինչու այսպես ստացվեց։ Գուցե ինքն իրոք խանգարում է։ Գուցե նրանց համար դժվար է իր հետ։ Միջանցքում քայլերի ձայներ լսվեցին։ Մարգարիտան քարացավ։ Դեռ առավոտյան 7 էր։ Ինչ-որ մեկը սովորականից շուտ էր արթնացել։ Խոհանոցի դուռը բացվեց և ներս մտավ Արթուրը։ Նա տնային տաբատով էր ու մայկայով։ Մազերը խառնված էին, դեմքը դժգոհ։ «Ինչու ես աղմկում»։ հարցրեց նա խրպոտ ձայնով։ «Նախաճաշ եմ պատրաստում», կամաց պատասխանեց Մարգարիտան։ «Առավոտյան 7-ին։ Ում է այն պետք 7-ին։ Դու 8-ին ես արթնանում։ Ես ուզում էի ամեն ինչ հասցնել։ Ես 8-ին եմ արթնանում, երբ ինձ չեն զարթնեցնում սպասքի դղրդյունով»։ Արթուրը մոտեցավ սառնարանին, հանեց ջրի շիշը, խմեց հենց շշից։ «Չես կարող լուռ մնալ»։ «Կներես, ես աշխատում էի չառմկել»։ «Աշխատում էի», ծաղրեց նա։ «Միշտ աշխատում ես, բայց օգուտ չկա»։ Մարգարիտան լռեց։ Արթուրը խմեց ջուրը, շիշը շպրտեց սեղանին ու դուրս եկավ։ Նա լսեց, թե ինչպես շրխկաց լոգարանի դուռը։ Նրա ձեռքերը դողում էին։ Նա վերցրեց դանակը և շարունակեց կտրատել լոլիկը։ Արդյունքները խեղդում էին կոկորդը, բայց նա զսպեց իրեն։ Չի կարելի լաց լինել։ Չի կարելի թուլություն ցույց տալ։ Նա վերջացրեց ձվածեղը, եփեց շիլան, սեղան գցեց։
8-ին եկավ Լուսինեն։ Նա խալաթով էր, աչքերը քնած։ Դուստրը նստեց սեղանի շուրջ, իր համար սուրճ լցրեց։ Մարգարիտան նրա առջև դրեց շիլայով լի ափսեն։ Շնորհակալություն, մամ, հոգնած ասաց Լուսինեն։ Ինչպես քնեցիր։ Նորմալ, Արթուրը շուտ արթնացավ, ինձ էլ զարթնեցրեց։ Կներես, ես չէի ուզում աղմկել։ Լուսինեն նայեց նրան ու հառաչեց։ Մամ, գուցե պետք չէ այդքան շուտ խոհանոցում իրար անցնել։ Մենք խնդրել էինք։ Բայց չէ որ նախաճաշը պետք է 8-ին պատրաստ լինի։ Կարելի է եւ 7-ից կեսը սկսել։ Պարտադիր չէ առավոտյան 6-ից դղրտացնել։ Ես չեմ դղրտացրել։ Դե լավ, մամ, սկսվեց, գլուխս ցավում է։ Մարգարիտան լռեց։ Լուսինեն ուտում էր շիլան նայելով հեռախոսին։ Հետո եկավ Արթուրը։ Նա արդեն հագնված էր, սանրված, նստեց սեղանի շուրջ լուռ։ Մարգարիտան նրա առջև դրեց ձվածեղը։ Նա նայեց ափսեին, փորձեց։ Լոլիկները լավ չեն տապակվել, ասաց նա։ Կներես, կարծում էի բավական է։ Կարծում էիր։ Պետք է ոչ թե կարծել, այլ նորմալ անել։ Լուսինեն ոչինչ չասաց։ Նա շարունակում էր ուտել իր շիլան ու նայել հեռախոսին։ Մարգարիտան կանգնած էր գազօջախի մոտ եւ զգում էր, թե ինչպես է ներսում ինչ-որ բան սեղմվում։ Նա ուզում էր դուրս գալ խոհանոցից, բայց վախենում էր, որ դա դժգոհության նոր ալիք կբարձրացնի։ Ավելի լավ է լուռ կանգնել ու սպասել, մինչև նրանք ուտեն ու գնան։ Արթուրը կերավ ձվածեղը, վեր կացավ սեղանից, նայեց Մարգարիտային։ Երեկոյան ուշ կգամ, ընթրիքին չսպասես, ասաց նա։ Լավ։ Նա դուրս եկավ խոհանոցից։ Լուսինեն խմեց սուրճը, վեր կացավ։ Մամ, ես էլ ուշ կլինեմ։ Աշխատանքից հետո խորհրդակցություն ունեմ, քեզ համար թեթև մի բան կպատրաստես։ Լավ։ Դուստրը գնաց։ Մարգարիտան մենակ մնաց խոհանոցում։ Նա նայեց կեղտոտ ափսեներին, բաժակներին, թավային, սկսեց լվանալ սպասքը։ Ջուրը տաք էր, ձեռքերը կարմրեցին։ Նա սպունգով շփում էր ափսեները եւ մտածում այն մասին, թե որքան է հոգնել։ Ոչ թե տնային գործերից, այլ այն լարվածությունից, որը կախված էր օդում։ Այն բանից, որ իր ամեն մի շարժումը կարող էր դժգոհություն առաջացնել։ Այն բանից, որ դուստրն այլևս չէր պաշտպանում իրեն։ Երբ սպասքը լվացված էր, Մարգարիտան հավաքեց խոհանոցը։ Սրբեց սեղանը, հատակը, հետո գնաց իր սենյակ, պառքեց մահճակալին ու փակեց աչքերը։ Պետք էր հանգստանալ, առջևում երկար օր կար։ Պետք էր ճաշ պատրաստել, լվացք անել, արթուկել, տունը մաքրել, խանութ գնալ։ Այս ամենը պետք էր անել լուռ, աննկատ, որպեսզի չխանգարի, չջղայնացնի։ Մարգարիտան պառկած նայում էր առաստաղին։ Նա հիշեց ամուսնուն։ Հովհաննեսը բարի մարդ էր, նա երբեք ձայնը չէր բարձրացրել իր վրա։ Նրանք միասին ապրել էին 45 տարի, մեծացրել դստերը։ Նա մահացել էր 6 տարի առաջ, արագ, սիրտը։ Մարգարիտան մինչ օրս չէր կարողանում սովորել, որ նա չկա։ Երբեմն նա իրեն բռնում էր այն մտքի վրա, որ ուզում է նրան ինչ-որ բան պատմել, կիսվել, իսկ հետո հիշում էր, որ նա գնացել է, եւ ավելի էր ծանրանում։ Եթե նա ողջ լիներ, նրանք չէին տեղափոխվի Լուսինեի մոտ, կապրեին իրենց բնակարանում, իրենց աշխարհում։ Հովհաննեսը չէր հանդուրժի նման վերաբերմունքը նրա հանդեպ։ Նա կպաշտպաներ, բայց նա չկար, եւ իրեն պաշտպանող չկար։ Մարգարիտան փակեց աչքերը եւ փորձեց քնել, բայց քունը չէր տանում։ Գլխում պտտվում էին մտքերը, խոսակցությունների կտորները, Արթուրի դժգոհ հայացքները, Լուսինեի հոգնած հառաչանքները։ Նա հասկանում էր, որ այսպես այլևս չի կարելի, բայց ինչ անել, ուր գնալ, վերադառնալ իր բնակարան, բայց այն վարձով է տրված։ Պայմանագիրը 2 տարով է, վարձակալները կանոնավոր վճարում են։ Այդ գումարը Մարգարիտան տալիս էր Լուսինեին, տան ծախսերին օգնելու համար։ Դուստրն ասում էր, որ դա շատ է օգնում։ Մարգարիտան վեր կացավ մահճակալից, անօգուտ է պառկելու մտածել, պետք է աշխատել։ Նա դուրս եկավ սենյակից եւ սկսեց մաքրել բնակարանը։ Փոշեկուլով անցավ գորգերը, սրբեց փոշին, լվաց լոգարանը։ Աշխատանքը շեղում էր, ձեռքերն անում էին սովորական շարժումները, իսկ գլուխը կամաց-կամաց մաքրվում էր ծանր մտքերից։ Ճաշին ամեն ինչ պատրաստ էր։ Մարգարիտան իր համար ապուր պատրաստեց, կերավ, հետո նստեց հյուրասենյակի բազկաթոռին ու միացրեց հեռուստացույցը։ Ինչ որ հաղորդում էր գնում։ Նա նայում էր, բայց չէր խորանում իմաստի մեջ։ Պարզապես նստած էր ու սպասում էր երեկոյին։ Սպասում էր, երբ կգան Լուսինենն ու Արթուրը։ Սպասում էր, երբ կարելի կլինի ընթրիք պատրաստել, սեղան գցել, իսկ հետո նորից գնալ իր սենյակ։ Լուսինեն տուն եկավ երեկոյան ժամը 8-ի մոտ։ Նա տանջված տեսք ուներ։ Հանեց կոշիկները, պայուսակը շպրտեց բազմոցին։
անցավ խոհանոց։ Մարգալիտան արդեն թեյնիկը դրել էր։ Հոգնել ես, հարցրեց նա։ Շատ։ Խորհրդակցությունը ձգձգվեց։ Բոլորը վիճում էին։ Ոչ մի բանի շուրջ համաձայնության չեկան։ Գլուխս պայթում է։ Կեր, կանցնի։ Հավով կարտոֆիլ եմ պատրաստել։ Շնորհակալություն, մամ։ Դու ինչպես անցկացրիր օրը։ Նորմալ։ Հավաքեցի, եփեցի, մի քիչ սպոսնեցի։ Լուսինեն նստեց սեղանի շուրջ։ Մարգարիտան նրա առջև դրեց տաք ուտելիքով ափսեն։ Դուստրը սկսեց ուտել։ Նրանք լռում էին։ Հետո Լուսինեն բարձրացրեց աչքերը։ Մամ, լսիր, ես ուզում էի քեզ հետ խոսել։ Ինչի մասին։ Դե հասկանում ես, Արթուրը վերջին ժամանակներս շատ լարված է։ Աշխատավայրում խնդիրներ ունի, կարող են կրճատել։ Նա անհանգստանում է։ Խնդրում եմ քեզ աշխատիր նրան չջղանացնել, խնդրում եմ։ Մարգարիտան զգաց, թե ինչպես ամեն ինչ ներսում գծկվեց։ Ես աշխատում եմ, Լուսինե։ Ես հասկանում եմ, բայց գիտես, մանրուքները նրան հունից հանում են։ Գուցե պետք չէ առավոտյան այդքան շուտ խոհանոցում աղմկել։ Եվ նաև նա խնդրեց, որ իր իրերին ձեռք չտաս։ Նա ինքը ամեն ինչ կդասավորի ինչպես պետք է։ Ես ուղղակի ուզում էի օգնել, շապիկներն էի արդուկել։ Այո, բայց նա սովոր է ինքն իր իրերին հետևել։ Արի էսպես անենք, դու զբաղվիր ընդհանուր գործերով, իսկ նրա իրերին ձեռք մի տուր։ Լավ։ Մարգարիտան գլխով արեց։ Բարերը խցանվել էին կոկորթում։ Նա ուզում էր ասել, որ ինքն այստեղ ծառա չէ, որ ինքը Լուսինեի մայրն է, այլ ոչ թե Արթուրի սպասուհին։ Բայց լռեց։ Դուստրը հոգնել էր։ Նա իր կյանքն ունի, իր խնդիրները։ Մարգարիտան չէր ուզում նորերը ավելացնել։ Լավ, ասաց նա կամաց։ Շնորհակալություն, մամ։ Լուսինեն կերավ, վեր կացավ սեղանից, գնաց սենյակ։ Մարգարիտան մնաց խոհանոցում։ Նա սկսեց սպասքը լվանալ ու մտածել այն մասին, որ իրեն օտար է զգում այս բնակարանում, այս ընտանիքում։ Կարծես ինքը մի հյուր է, ով չափից շատ է մնացել, եւ հիմա բոլորին ջղայնացնում է իր ներկայությամբ։ Արթուրը եկավ ուշ, ժամը 11-ի մոտ։ Մարգարիտան արդեն պառկած էր իր սենյակում, բայց չէր քնում։ Նա լսեց, թե ինչպես բացվեց մուտքի դուռը, ինչպես միջանցքով անցավ Արթուրը։ Ինչպես շրխկաց նրանց ննջասենյակի դուռը։ Հետո լսվեցին ցածր ձայներ։ Նրանք ինչ-որ բանից էին խոսում։ Մարգարիտան բառերը չէր լսում, բայց տոնայնությունը լարված էր։ Արթուրը հստակ դժգոհ էր։ Լուսինեն պատասխանում էր կամաց, հանգստացնող։ Մարգարիտան փակեց աչքերը եւ փորձեց քնել, բայց քունը չէր գալիս։ Գլխում պտտվում էին մտքերը։ Ինչ անել, ինչպես ապրել հետո։ Գուցե իրոք տեղափոխվել, բայց ուր։ Սեփական բնակարան չկա։ Վարձակալության համար գումար նույնպես։ Թոշակը փոքր է, դրանով կարելի է ապրել, բայց տուն վարձել հաստատ չի ստացվի։ Նա հիշեց ընկերուհին, Վերա Սարգսյանին։ Նա միայնակ է ապրում 2 սենյականոց բնակարանում։ Երեխաները տեղափոխվել են այլ քաղաք։ Գուցե Վերան համաձայնի միասին ապրել, բայց Մարգարիտան անմիջապես վանեց այդ միտքը։ Չի կարելի վզին փաթաթվել։ Ամեն մեկն իր կյանքն ունի։ Նա չէր ուզում ոչ մեկի համար բեռ դառնալ։ Առավոտյան ամեն ինչ կրկնվեց։ Մարգարիտան վաղ արթնացավ, բայց խոհանոց չգնաց։ Սպասեց մինչև 7:30։ Հետո կամաց, շատ կամաց սկսեց նախաճաշ պատրաստել։ Արթուրը միևնույն է ժամանակից շուտ արթնացավ, մտավ խոհանոց, նայեց նրան ծանր հայացքով։ Նորից էսավ մկում։ Ես շատ էի աշխատում չաղմկել։ Բավարար չէիր աշխատում։ Նա իր համար սուրճ լցրեց, կանգնած խմեց ու գնաց։ Մարգարիտան կանգնած էր գազօջախի մոտ եւ զգում էր, թե ինչպես են արցունքները մոտենում աչքերին։ Նա ամեն կերպ ճանում էր, բայց միևնույն է սխալ էր ստացվում։ Միևնույն է ինքը խանգարում էր։ Օրերը հոսում էին դանդաղ ու ծանր։ Մարգարիտան բնակարանում շրջում էր ստվերի պես, աշխատում էր լինել աննկատ, եփում էր մաքրում, բայց դա անում էր այնպես, կարծես ներողություն էր խնդրում իր գոյության համար։ Լուսինեն ավելի ու ավելի հաճախ էր Արթուրի կողմից լինում։ Եթե նա դիտողություն էր անում, դուստրը հառաչում էր ու ասում, որ մայրիկը պետք է ավելի ուշադիր լինի։ Պետք է հասկանալ, որ Արթուրը հոգնում է, որ նա աշխատանքային խնդիրներ ունի, որ պետք չէ նրան նյարդայնացնել։ Մարգարիտան գլխով էր անում ու լռում։ Ներսում ինչ-որ բան մեռնում էր։ Այն կինը, ով ժամանակին ինքնավստահ էր, ով մեծացրել էր դստերը, աշխատել էր, սիրել էր ու սիրված էր եղել, անհետանում էր։ Նրա տեղում մնում էր մի ստվեր, որը վախենում էր ավելորդ անգամ բերանը բացել։ Մի երեկո Մարգարիտան ընթրիք էր պատրաստում։ Արթուրը նստած էր հյուրասենյակում, հեռուստացույց էր դիտում։ Լուսինեն դեռ չէր եկել։ Մարգարիտան աղցանի համար բանջարեղեն էր կտրատում։ Դանակը սահեց,
եւ նա կտրեց մատը։ Նա կամաց ճչաց, բայց Արթուրը լսեց, մտավ խոհանոց։ Ինչ պատահեց։ Կտրեցի մատս, ոչինչ, սարսափելի չէ։ Ինչպես միշտ, չես կարողանում զգուշ լինել։ Մարգարիտան լուռ մատը պահեց սառը ջրի տակ։ Արյունը չէր կտրվում։ Արթուրը կանգնած էր դռների մեջ ու նայում էր նրան դժգոհությամբ։ Դեղաթուփը որտեղ է։ Լոգարանում։ Նա գնաց սպեղանիի հետևից։ Ձեռքերը դողում էին, մատը ցավում էր։ Նա փակեց վերքը, վերադարձավ խոհանոց։ Արթուրն արդեն գնացել էր։ Մարգարիտան մեկ ձեռքով վերջացրեց աղցանը։ Երբ Լուսինեն եկավ, նա տեսավ մոր մատի սպեղանին։ Ինչ է եղել ձեռքիդ։ Կտրել եմ, սարսափելի չէ։ Մամ, դե պետք է զգուշ լինել։ Այո, կներես։ Նրանք ընթրեցին լուր։ Հետո Լուսինեն ու Արթուրը գնացին իրենց սենյակ։ Մարգարիտան հավաքեց խոհանոցը և գնաց իր սենյակ։ Նստեց մահճակալին ու նայեց փաթաթված մատին։ Դա մանրուք էր։ Բայց ինչ-որ պատճառով հենց այդ պահին նա հասկացավ, որ այլևս չի կարող այսպես ապրել։ Չի կարող մեղավոր լինել նրա համար, որ շնչում է, քայլում է, գոյություն ունի։ Նա հիշեց, թե ինչպես ամուսնու մահից հետո վախենում էր միայնությունից։ Վախենում էր, որ չի հաղթահարի, որ սարսափելի ու ծանր կլինի մենակ ապրելը։ Լուսինեի մոտ տեղափոխվելը փրկություն էր թվում, բայց պարզվեց, որ միայնությունը տարբեր է լինում։ Կարելի է լինել մենակ և զգալ քեզ ազատ, իսկ կարելի է լինել մարդկանց մեջ և զգալ քեզ անպետք, ավելորդ։ Եվ այս միայնությունն ավելի վատ է։ Մարգարիտան պառկեց մահճակալին ու փակեց աչքերը։ Վաղը նա կխոսի Լուսինեի հետ։ Կասի, որ ուզում է հեռանալ։ Մի ելք կգտնի։ Գուցե Վերա Սարգսյանը այնուամենայնիվ համաձայնի, կամ ինքը մի սենյակ վարձի ինչ-որ կերպ, բայց այսպես այլևս ապրել չի կարելի։ Առավոտյան Մարգարիտան արթնացավ հաստատական որոշմամբ։ Նա սպասեց մինչև Արթուրը գնա աշխատանքի և մոտեցավ Լուսինեին։ Դուստրը սուրճ էր խմում խոհանոցում, պատրաստվում էր գնալ։ Լուսինե, ես ուզում էի խոսել։ Երեկոյան, մամ, ուշանում եմ։ Սա կարևոր է։ Լուսինեն նայեց ժամացույցին, հառաչեց. Դե արագ, ինչ է պատահել։ Ես մտածում եմ, որ ինձ պետք է տեղափոխվել, սեփական բնակարան գտնել։ Լուսինեն քարացավ, բաժակը ձեռքին, զարմացած նայեց մորը։ Ինչի մասին ես խոսում։ Ես զգում եմ, որ խանգարում եմ ձեզ, հատկապես Արթուրին։ Նրա համար դժվար է ինձ հետ, դե քեզ համար էլ, ես հասկանում եմ։ Մամ, ինչ հիմարություններ են, դու ոչ մեկին չես խանգարում։ Խանգարում եմ, Լուսինե, ես տեսնում եմ, ես զգում եմ։ Լուսինեն բաժակը դրեց սեղանին, հետ նստեց։ Հիմա նա լուրջ էր նայում մորը։ Մամ, լսիր, այո, Արթուրի մոտ հիմա ծանր շրջան է, նա նյարդային է, բայց դա ժամանակավոր է, շուտով աշխատավայրում ամեն ինչ կկարգավորվի և նա կհանդարտվի։ Իսկ դու ուր ես գնալու։ Բնակարանդ վարձով է տրված, վարձակալության համար գումար չունես, ինչ է փողոցում ես ուզում մնալ։ Ես մի բան կմտածեմ, կոնկրետ ինչ։ Մամ, դե հիմարություններ մի ասա, դու այստեղ ես ապրում, ամեն ինչ ունես, ուղղակի մի քիչ համբերիր, խնդրում եմ։ Մարգարիտա Վարդանյանը լռում էր։ Լուսինեն վեր կացավ, գրկեց նրան։ Մամ, չէ՞ որ ես քեզ սիրում եմ, ուղղակի հիմա ամեն ինչ մի քիչ լարված է, բայց դա կանցնի։ Դու կարևորը սրտիդ մոտ մի ընդունիր Արթուրի խոսքերը։ Նա բոլորի հետ է այդպես խոսում, երբ ջղայնանում է։ Դա անձամբ քո դեմ չէ։ Մարգարիտան գլխով արեց։ Լուսինեն համբուրեց նրա այտը, վերցրեց պայուսակն ու գնաց։ Մարգարիտան մնաց խոհանոցում։ Նա նայում էր դստեր կիսատ թողած սուրճին և դատարկությունը զգում։ Լուսինեն համոզեց նրան մնալ, բայց խոսակցությունը ոչինչ չփոխեց, գուցե նույնիսկ վատացրեց, որովհետև հիմա Մարգարիտան հաստատ գիտեր, դուստրը տեսնում է խնդիրը, բայց չի ուզում այն լուծել։ Խնդրում է համբերել, խնդրում է սպասել, իսկ համբերելն օրեցօր ավելի էր դժվարանում։ Անցավ մեկ շաբաթ, Արթուրն ավելի ջղային էր դարձել։ Մի օր նա տուն եկավ և հենց շեմքից սկսեց գոռգոռալ։ Պարզվեց, որ նրան իրոք կրճատել են աշխատանքից։ Նա մնացել էր առանց աշխատանքի, առանց փողի։ Լուսինեն փորձում էր հանգստացնել նրան, բայց նա չէր լսում, գոռում էր, որ բոլորն իր դեմ են, որ կյանքն անարդար է, որ ոչինչ չի ստացվում։ Մարգարիտան նստած էր իր սենյակում և լսում էր նրա գոռոցները։
Հետո նա սկսեց բռունցքով խփել սեղանին։ Ինչ-որ բան ընկավ, ջարդվեց։ Լուսինեն լաց էր լինում։ Մարգարիտան ուզում էր դուրս գալ, օգնել, բայց վախենում էր, որ դա միայն կվատթարացնի իրավիճակը։ Կես ժամ անց ամեն ինչ լռեց։ Մարգարիտան դուրս նայեց սենյակից։ Արթունը նստած էր բազմոցին, գլուխը կախ։ Լուսինեն կանգնած էր պատուհանի մոտ, սղփում էր արցունքները։ Հատակին թափված էին ծաղկամանի փշուրները։ Մարգարիտան կամաց գնաց խոհանոց, վերցրեց ավելը, սկսեց հավաքել։ «Թող», խուլ ձայնով ասաց Արթուրը։ «Ես արեք, չեմ խանգարի»։ Ասացի «թող», նրա ձայնը բարձր էր, կտրուկ։ Մարգարիտան քարացավ։ Արթուրը բարձրացրեց աչքերը։ Նրանց մեջ չարություն կար, ոչ թե պարզապես դժգոհություն, այլ իսկական կատաղություն։ «Դու միշտ այստեղ ես, միշտ խառնվում ես, չես կարող ուղակի նստել քո սենյակում»։ «Արթուր, պետք չէ», փորձեց միջամտել Լուսինեն։ «Պետք է, հոգնել եմ, ուր նայում ես ինքն է, ամբողջ ժամանակ քայլում է, ինչ-որ բան է անում աղմկում է, չեմ կարողանում տանը հանգիստ լինել»։ Մարգարիտան կանգնած էր ավելը ձեռքին ու չգիտեր ինչ անել։ Նա զգում էր, թե ինչպես է ներսում ամեն ինչ դողում։ Արթուրը վեր կացավ բազմոցից, մոտեցավ։ «Ինչու ես դեռ այստեղ, դու սեփական կյանք չունես, տեղափոխվեիր արդեն»։ «Արթուր, վերջ տուր»։ Լուսինեն մոտեցավ, բռնեց նրա ձեռքը։ «Դու չես հասկանում ինչ ես ասում»։ «Հասկանում եմ, շատ լավ էլ հասկանում եմ»։ Նա պոկեց ձեռքը, անցավ Մարգարիտայի կողքով, հարվածելով նրա ուսին, ու գնաց իրենց սենյակ, դուռը շրխկացնելով։ Լուսինեն մոտեցավ մորը։ «Մամ, ուշադրություն մի դարձրու, նյարդերը տեղի տվեցին, ստրեսի մեջ է»։ Մարգարիտան լուր վերջացրեց փշուրները հավաքելը, լցրեց աղբամանը։ Լուսինեն կանգնած էր կողքին, մեղավոր հայացքով։ «Մամ, իրոք, նա չէր ուզում քեզ նեղացնել»։ «Ուզում էր, Լուսինե»։ «Ոչ, ուղղակի նա ուզում էր, եւ դու դա գիտես»։ Լուսինեն լռեց։ Մարգարիտան ավելը դրեց անկյունում, դուրս եկավ խոհանոցից։ Նա մտավ իր սենյակը, փակեց դուռը, նստեց մահճակալին եւ միայն այդ ժամանակ թույլ տվեց իրեն լաց լինել, կամաց որպիսի չլսեն։ Արցունքները հոսում էին այտերով, ու նա չէր սրբում դրանք։ Ներսում ցավ էր, վիրավորանք, անզորություն։ Նա մտածում էր այն մասին, թե ինչպես էր սիրում Լուսինեին, ինչպես էր մենակ մետացնում նրան, երբ ամուսինն աշխատում էր առավոտից երեկո, ինչպես էր տանում դպրոց, խմբակներ, ինչպես էր նստում նրա մահճակալի մոտ, երբ աղջիկը հիվանդ էր, ինչպես էր ուրախանում նրա ամեն հաջողությամբ, հպարտանում նրանով։ Եվ ահա հիմա այդ աղջիկը, ով դարձել էր չափահաս կին, չէր պաշտպանում իրեն, արդարացնում էր մի օտար մարդու, ով վիրավորում էր իր մորը։ Հաջորդ մի քանի օրը Մարգարիտան գրեթե դուրս չէր գալիս իր սենյակից։ Նա արթնանում էր, երբ բոլորն արդեն գնացած էին լինում, իր համար թեյ էր պատրաստում, մի քիչ ուտում, հետո նորից պառկում։ Նա ուժ չուներ, ցանկություն չուներ ինչ-որ բան անելու։ Առաջին անգամ երկար տարիների ընթացքում նա իսկական անտարբերություն էր զգում։ Լուսինեն երեկոյան մտնում էր նրա մոտ, հարցնում. «Ինչպես ես»։ Մարգարիտան կարճ էր պատասխանում. «Նորմալ»։ Դուստրը փորձում էր խոսեցնել նրան, բայց անօգուտ։ Արթուրին Մարգարիտան չէր տեսնում։ Նա խուսափում էր իրենից, կամ ինքը նրանից, կարևոր չէ։ Մի երեկո Լուսինեն տուն եկավ ուշ, նստեց մոր կողքին, մահճակալին։ «Մամ, այսպես չի կարելի, դու ոչինչ չես ուտում, սենյակից դուրս չես գալիս, կհիվանդանաս»։ «Ես լավ եմ»։ «Ոչ, լավ չես, ես տեսնում եմ»։ «Մամ, արի ամեն ինչ մոռանանք»։ Արթուրը ներողություն է խնդրում։ Նա չէր ուզում այդ խոսքերն ասել, ինքն էլ է անհանգստանում դրա համար։ Մարգարիտան նայեց դստերը։ «Ներողություն է խնդրում»։ Դե նա ինձ ասաց, որ զղջում է, ուղղակի ամաչում է քեզ մոտենալ։ Նա ոչ մի անգամ չթաքեց իմ դուռը։ «Մամ, բայց դու նրան գիտես, նրա համար դժվար է ընդունել սխալները»։ «Ուրեմն չի զղջում»։ Լուսինեն հառաչեց։ «Ինչու ես այդքան համար։ Ես փորձում եմ հարաբերությունները հարթել, իսկ դու ընդառաջ չես գալիս»։ «Ես պետք է ընդառաջ գնամ այն մարդուն, ով ինձ վիրավորել է»։ Նա չի վիրավորել, նա ուղղակի ջղայնացած էր, կյանքից, իրավիճակից։ Դու ուղղակի ձեռքի տակ ընկար։ «Ձեռքի տակ», կրկնեց Մարգարիտան կամաց։ «Լուսինե, դու լսում ես ինչ ես ասում»։ «Ես ճշմարտությունն եմ ասում»։ «Մամ, մենք բոլորս էլ երբեմն պոռթկում ենք, դա նորմալ է»։ «Ոչ, նորմալ չէ»։ Հայրդ կյանքում ոչ մի անգամ ինձ նման բան չի ասել, նույնիսկ երբ դժվարություններ ուներ։ Պապան ուրիշ մարդ էր։ Այո, ուրիշ էր։ Լուսինեն վեր կացավ։
Նա նայում էր մորը ինչ-որ հուսահատությամբ։ Ինչ ես ուզում ինձնից, որ ամուսնուս դուրս անեմ, բաժանվեմ նրանից։ Ես ուզում եմ, որ դու ինձ պաշտպանես, ինչպես ես եմ քեզ պաշտպանել ամբողջ կյանքում։ Ես պաշտպանում եմ։ Ամբողջ ժամանակ փորձում եմ հարթել կոնֆլիկտները, խոսում եմ նրա հետ, բացատրում։ Դու նրան բացատրում ես, թե ինչու ես եմ սխալ եմ, այլ ոչ թե հակառակը։ Լուսինեն լռեց։ Նա կանգնած էր սենյակի մեջտեղում, եւ Մարգարիտան տեսնում էր, որ դուստրը շփոթված է։ Լուսինեն չգիտեր ինչ ասել, որովհետև դա ճշմարտությունն էր։ Մամ, ես չեմ ուզում կռվել քեզ հետ, կամաց ասաց Լուսինեն։ Ես էլ չեմ ուզում։ Ուրեմն արի շարունակենք ապրել։ Ուղղակի ապրել։ Լավ։ Մարգարիտան գլխով արեց։ Լուսինեն դուրս եկավ։ Մարգարիտան մնաց նստած մահճակալին։ Նա հասկացավ, որ խոսակցությունը ոչինչ չփոխեց։ Հաջորդ օրը Մարգարիտան վեր կացավ, լվացվեց, հագնվեց, դուրս եկավ սենյակից։ Լուսինեն եւ Արթուրն աշխատանքի էին։ Բնակարանը դատարկ էր։ Նա անցավ խոհանոց, իր համար իսկական նախաճաշ պատրաստեց, կերավ, հետո հագնվեց ու դուրս եկավ փողոց։ Եղանակը զով էր, բայց արևոտ։ Մարգարիտան դանդաղ քայլում էր ծանոթ փողոցներով։ Նա վաղուց պարզապես այսպես չէր զբոսնել։ Սամորաբար դուրս էր գալիս միայն խանութ, իսկ այսօր ուղակի քայլում էր ու նայում շուրջը։ Մարդիկ շտապում էին իրենց գործերով։ Մեքենաներն անցնում էին։ Կյանքն իր հունով էր գնում։ Նա հասավ այգի, նստեց նստարանին։ Կողքին երեխաներ էին խաղում։ Մի երիտասարդ մայրիկ մանկասայլակներ տանում։ Տարեց մի զույգ աղավնիներին էր կերակրում։ Մարգարիտան նայում էր նրանց ու մտածում իր կյանքի մասին։ Ինչքան է մնացել իրեն։ 10 տարի, 20 թե ավելի քիչ։ Եվ ինչպես է նա ուզում ապրել այդ ժամանակը։ Փոքրիկ սենյակում, աշխատելով լինել աննկատ, լսելով վիրավորանքներ ու հանդուրժելով նվաստացում։ Ոչ։ Այդպես նա չի ուզում։ Մարգարիտան հանեց հեռախոսը, գտավ Վերա Սարգսյանի համարը։ Ընկերուհին զարմացավ զանգից։ Ինչպես ես։ 100 տարի ձայնդ չէի լսել։ Վերա ջան, կներես, որ չէի զանգում։ Գործերը շատ էին։ Դե ինչ գործեր թոշակի անցնելուց հետո, ծիծաղեց Վերան։ Իմն էլ են գործերը նույնը, հերոստացույց ու խանութ։ Դու ինչպես ես։ Աղջկադ մոտ ինչպես է կյանքը։ Լավ է, ստեց Մարգարիտան։ Լսիր, իսկ չես ուզում հանդիպել։ Վաղուց չենք տեսնվել։ Իհարկե ուզում եմ։ Արի ինձ մոտ հյուր, թեյքը խմել կխոսենք։ Այսօր կարելի է։ Հենց հիմա էլ արի, տանն եմ։ Նրանք միմյանց գիտեին շատ տարիներ։ Միասին էին աշխատել, ընտանիքներով էին մտերիմ եղել։ Ամուսնու մահից հետո Մարգարիտան հեռացել էր շատ ծանոթներից։ Նրա համար դժվար էր տեսնել ուրիշի երջանկությունը, երբ իր սեփականն ավարտվել էր։ Բայց հիմա նա շատ էր ուզում տեսնել մի կենդանի, բարի մարդու։ Վերան նրան ուրախությամբ դիմավորեց, գրկեց, տարավ խոհանոց։ Բնակարանը հարմարավետ էր, մաքուր, թխվածքի հոտ էր գալիս։ Վերան իրոք կարկանդակներ էր թխել թեյի հետ։ Պատմիր, ինչպես են գործերդ, ասաց Վերան թեյը լցնելով բաժակների մեջ։ Մարգարիտան չէր պատրաստվում գանգատվել, բայց երբ սկսեց խոսել, չկարողացավ կանգ առնել։ Նա պատմեց ամեն ինչ Արթուրի մասին, նրա կոպտության, դստեր մասին, ով չէր պաշտպանում իրեն։ Այն մասին, թե ինչպես է իրեն ավելորդ զգում։ Վերան լուր լսում էր, երբեմն գլխով անում։ Իսկ ինչու ես դա հանդուրժում, հարցեց նա, երբ Մարգարիտան վերջացրեց։ Ուր գնամ, բնակարանը Սվարցով է։ Դե լուծար իր պայմանագիրը։ Վերադարձիր քո բնակարան, այնտեղ մարդիկ են ապրում։ Պայմանագիրը 2 տարով է։ Հետո ինչ։ Կա կետ ժամկետից շուտ լուծարելու մասին։ 2 ամիս առաջ զգուշացրու նրանց, ու վերջ։ Դա քո բնակարանն է։ Մարգարիտան մտածեց։ Նա իրոք չէր մտածել դրա մասին։ Պայմանագիրը կարելի է լուծարել։ Իհարկե պետք կլինի վարձակալներին վերադարձնել 2 ամսվա գումարը, որն արդեն նախապես վճարել էին։ Բայց դա հնարավոր է։ Նա մի փոքր խնայողություններ ունի։ Ճիշտ ես, ասաց նա կամաց։ Իհարկե ճիշտ եմ։ Ռիտա, դու ազատ մարդ ես։ Դու քո տունն ունես։ Ինչի դեն պետք այս տանջանքները։ Ապրիր քեզ համար։ Ինչքան է մնացել։ Անցկացրու այդ ժամանակը հանգիստ, արժանապատիվ։ Մարգարիտան զգաց, թե ինչպես ներսում ինչ-որ բան հալվեց։ Վերան պարզ բաներ էր ասում, բայց հենց այդ խոսքերն էին իրեն պետք։ Եթե ինչ-որ բան լինի, ես միշտ կողքիդ եմ, ավելացրեց Վերան։ Հյուր արի, զանգիր, միասին թեյ կխմենք, սերիալներ կնայենք։ Մարգարիտան ժպտաց։ Առաջին անգամ երկար ժամանակ անց նա տուն վերադարձավ երեկոյան։ Բնակարանում ոչ ոք չկար։ Լուսինեն ու Արթուրը դեռ չէին եկել։
Մարգարիտան գնաց իր սենյակ, հանեց բնակարանի փաստաթղթերը, վարձակալության պայմանագիրը ուշադիր կարդաց։ Իսկապես կար կետ, ժամկետից շուրջ լուծարելու մասին։ Պետք է տեղեկացնել 2 ամիս առաջ։ 2 ամիսն այդքան շատ չէ։ Նա կարող է համբերել ևս 2 ամիս, իսկ հետո կվերադառնա իր բնակարան, իր տուն, որտեղ ոչ ոք չի գոռա իր վրա, որտեղ նա կկարողանա ապրել այնպես, ինչպես ուզում է։ Մարգարիտան թեթևություն զգաց։ Նա պլան ուներ։ Հույս հայտնվեց։ Հաջորդ օրը Մարգարիտան զանգեց վարձակալներին։ Մի երիտասարդ զույգ էր։ Նրանք վարձում էին բնակարանն արդեն 1.5 տարի։ Կանոնավոր վճարում էին, խնդիրներ չէին ստեղծում։ Մարգարիտան բացատրեց իրավիճակը։ Նա ուզում է վերադառնալ իր տուն։ Երիտասարդները տխրեցին, բայց համաձայնեցին։ Պայմանավորվեցին, որ 2 ամիս անց նրանք դուրս կգան։ Մարգարիտան քախեց լսափողը և մի տարօրինակ զգացում ունեցավ։ Միաժամանակ վախ և թեթևություն։ Նա արեց առաջին քայլը։ Հիմա պետք էր ասել Լուսինեին։ Երեկոյան դուստրը եկավ հոգնած։ Մարգարիտան դիմավորեց նրան խոհանոցում։ Լուսինե, ես քեզ պետք է մի բան ասեմ։ Մամ, ոչ հիմա, ուժ չունեմ։ Սա կարևոր է։ Լուսինեն նստեց սեղանի շուրջ, նայեց մորը սպասողական։ Ես վերադառնում եմ իմ բնակարան։ 2 ամիս անց կտեղափոխվեմ։ Լուսինեն քարացավ։ Ինչ, ես լուծարել եմ վարձակալության պայմանագիրը։ 2 ամիս անց վարձակալները դուրս կգան, և ես կվերադառնամ տուն։ Խելքդ թռցրել ես, իսկ մենք ինչպես։ Դուք չափահաս մարդիկ եք, գլուխ կհանեք։ Մամ, բայց քո թոշակը, դու մեզ օգնում էիր։ Մենք հույսներս այդ գումարի վրա էինք դրել։ Մարգարիտան զգաց, թե ինչպես ներսում ինչ-որ բան սեղմվեց։ Ուրեմն հարցը փողի մեջ էր։ Ոչ թե նրանում, որ դուստրն ուզում էր մոր կողքին լինել, ոչ թե հոգատարության, այլ փողի։ Ինձ այդ գումարը պետք է ապրելու համար, հանգիստ ասաց նա։ Բայց մենք ընտանիք ենք, դու չես կարող այդպես վարվել։ Կարող եմ, և կվարվեմ։ Լուսինեն վեր կացավ, դեմքը կարմրեց։ Գիտես, ես ջանում էի, համբերում էի քո նեղացկոտությունը։ Քո պահանջները, փորձում էի հարաբերությունները կարգավորել, իսկ դու ուղղակի գնում ես։ Լուսինե, դու չէիր համբերում իմ նեղացկոտությունը։ Դու համբերում էիր ինձ, իմ ներկայությունը, և ես դա հիանալի հասկանում եմ։ Դա այդպես չէ։ Այդպես է։ Դու ոչ մի անգամ չպաշտպանեցիր ինձ, ոչ մի անգամ իմ կողմը չբռնեցիր։ Երբ ամուսինդ վիրավորում էր ինձ, դու արդարացնում էիր նրան, ասում էիր, որ նա հոգնել է, որ ստրեսի մեջ է։ Իսկ ես ինչ, ես հարգանքի իրավունք չունեմ։ Լուսինեն լռեց։ Նա կանգնած նայում էր մորը, և նրա աչքերում շփոթմունք կար։ Մամ, ես չգիտեի, որ դու այդպես ես ընկալում ամեն ինչ։ Հիմա գիտես։ Եվ դու իրոք կգնաս։ Այո։ Լուսինեն նստեց աթոռին։ Նա լռում էր, հետո կամաց հարցրեց. Իսկ եթե ես խնդրեմ մնալ։ Ոչ, նույնիսկ եթե խնդրես, նույնիսկ այդպես։ Լուսինեն գլխով արեց, վեր կացավ ու դուրս եկավ խոհանոցից։ Մարգարիտան մնաց մենակ։ Ձեռքերը դողում էին, խոսակցությունը ծանր էր, բայց նա ասաց այն ամենը, ինչ մտածում էր, և հետ չկանգնեց։ Արթուրն իր որոշման մասին իմացավ հենց այդ երեկո։ Մարգարիտան լսեց, թե ինչպես էր Լուսինեն պատմում նրան։ Սկզբում նա ինչ-որ անհասկանալի բան պատասխանեց, հետո նրա ձայնն ավելի բարձրացավ։ Թող գնա, ինձ համար միայն լավ կլինի։ Արթուր, բայց փողը։ Ուրիշ փող կճարենք, ես նոր աշխատանքի կանցնեմ, ինձ պետք չեն նրա կոպեկները։ Մարգարիտան լսում էր ու մտածում, որ իրեն ցավոտ չէ։ Այս խոսքերը չեն վիրավորում, որովհետև նա արդեն որոշում էր կայացրել։ Նա գնում է, և իրեն մեկ է, թե նա ինչ է մտածում։ Հաջորդ 2 ամիսները դանդաղ էին անցնում, բնակարանում մթնոլորտը լարված էր։ Արթուրն ամբողջությամբ արհամարվում էր Մարգարիտային։ Լուսինեն սառն էր, նրանք գրեթե չէին խոսում։ Մարգարիտան եփում էր միայն իր համար, հավաքում էր միայն իր սենյակը։ Նա դադարել էր լինել այդ ընտանիքի մի մասը։ Նա հյուր էր, ով սպասում էր, թե երբ կարող է գնալ։ Երբեմն Լուսինեն մտնում էր նրա մոտ, փորձում էր խոսել։ Մամ, գուցե այնուամենայնիվ մնաս։ Մենք մի կերպ կհարթենք հարաբերությունները։ Ոչ, Լուսինե, դու նեղացած ես ինձնից։ Ոչ, ես ուղղակի հասկացա, որ սա իմ տեղը չէ։ Բայց դու իմ մայրն ես, չէ՞։ Եվ հենց դրա համար էլ ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Առանց ինձ քեզ ավելի հեշտ կլինի։ Դա ճիշտ չէ։ Ճիշտ է, Լուսինե, դու չես ուզում դա խոստովանել, բայց դա ճշմարտությունն է։
Լուսինեն գնում էր ու Մարգարիտան մնում էր մենակ։ Նա դասավորում էր իրերը, կարգի բերում փաստաթղթերը, պատրաստվում տեղափոխությանը։ Վերա Սարգսյանը զանգում էր, հարցնում. «Ինչպե՞ս ես»։ Խոստացավ օգնել տեղափոխվելու հարցում։ Մարգարիտան շնորհակալ էր։ Գոնե մեկ մարդ իր կողմից էր։ Տեղափոխվելուց մեկ շաբաթ առաջ Մարգարիտան հավաքեց իր բոլոր իրերը։ Դրանք այնքան էլ շատ չէին, 2 ճամփրուկ, մի քանի տուփ։ Նրա ամբողջ կյանքը տեղավորվում էր այդ տուփերի մեջ։ Նա նայում էր տուփերին ու մտածում, թե որքան տարօրինակ է ապրել այսքան տարի եւ տեղավորվել ընդամենը 2 ճամփրուկի մեջ։ Տեղափոխվելու նախորդ երեկոյան Լուսինեն մտավ նրա սենյակ, նստեց մահճակալին։ «Մամ, ուզում եմ ասել, որ ցավում եմ։ Իրոք ցավում եմ, չէի ուզում, որ այսպես ստացվեր»։ Մարգարիտա Վարդանյանը բռնեց դստեր ձեռքը։ «Գիտեմ, դու կներես ինձ։ Ներելու բան չկա։ Դու քո կյանքով ես ապրում, ես հասկանում եմ, մամ։ Բայց ես մեկ է մեղավոր եմ, ես պետք է քեզ պաշտպանեի, պետք է Արթուրին իր տեղը ցույց տայի, բայց վախենում էի։ Ինչից էիր վախենում։ Որ նա կմինա, որ ես մենակ կմնամ»։ Մարգարիտան սեղմեց դստեր ձեռքը։ «Լուսինե, մենակությունը նրանում չէ, որ դու մենակ ես։ Մենակությունն այն է, երբ դու մի մարդու հետ ես, ով քեզ չի հարգում։ Մի վախեցիր մենակ մնալուց, վախեցիր մնալ նրա հետ, ով քեզ դժբախտ է դարձնում»։ Լուսինեն լաց եղավ, կամաց, անձայն։ Մարգարիտան գրկեց նրան։ Նրանք այդպես երկար նստեցին։ Հետո Լուսինեն սրբեց արցունքները, համբուրեց մորն ու գնաց։ Առավոտյան մեքենան եկավ, վարորդն օգնեց բարձել իրերը։ Մարգարիտան վերջին անգամ դուրս եկավ սենյակից, նայեց բնակարանին։ Լուսինեն կանգնած էր միջանցքում։ Արթուրը չկար, նա դուրս չի եկավ հրաժեշտ տալու։ «Մամ, զանգիր, երբ տեղ հասնես», ասաց Լուսինեն։ «Կզանգեմ, դու էլ հյուր արի»։ «Անպայման կգամ»։ Նրանք կրկահառնվեցին։ Մարգարիտան դուրս եկավ բնակարանից եւ փակեց դուռը։ Նա իջնում էր աստիճաններով եւ զգում մի տարօրինակ թեթևություն։ Նա գնում էր, նա ազատ էր։ Իր սեփական բնակարանը Մարգարիտային դիմավորեց լռությամբ։ Վարձակալներն արդեն գնացել էին, ամեն ինչ հավաքել էին։ Բնակարանը մաքուր էր, բայց օտար։ Կահույքն այնպես չէր դրված, ինչպես ինքն էր սավոր։ Չկային իր իրերը, լուսանկարները, մանրուքները։ Պետք էր ամեն ինչ վերադարձնել իր տեղը։ Վերա Սարգսյանը եկավ օգնելու։ Նրանք միասին բացում էին տուփերը, դասավորում իրերը։ Վերան անդադար խոսում էր, փորձում զվարճացնել Մարգարիտային, բայց նա լռում էր, տխուր էր։ Ոչ թե նրա համար, որ հեռացել էր դստրից, այլ որ ամեն ինչ այսպես էր դասավորվել, որ հարաբերությունները քայքայվել էին, որ դուստր իրեն չէր ընտրել։ «Մի տխրիր», ասաց Վերան թեյնիկը դնելով։ «Դու ամեն ինչ ճիշտ ես արել։ Հիմա քեզ համար կապրես»։ «Այո, երևի, ոչ թե երևի, այլ հաստատ։ Կտեսնես, մի ամիս հետո կուրախանաս, որ վերադարձել ես»։ Մարգարիտան գլխով արեց։ Նա վստահ չէր, բայց ուզում էր հավատալ։ Առաջին օրերը տարօրինակ էին։ Մարգարիտան արթնանում էր ու չէր հասկանում որտեղ է։ Հետո հիշում էր, որ տանն է, իր բնակարանում։ Կարելի է վեր կենալ, երբ ուզում ես, պատրաստել, ինչ ուզում ես։ Կարելի է գիշերը հեռուստացույց նայել, եթե քունդը չի տանում, ոչ ոք դժգոհ չի լինի, ոչ ոք չի ասի, որ խանգարում ես։ Բայց ուրախություն չկար, դատարկություն էր։ Մարգարիտան զանգում էր Լուսինեին, դուստրը կարճ էր պատասխանում։ «Այո, ամեն ինչ նորմալ է, աշխատանք, գործեր, դու ինչպես ես, մամ»։ «Լավ եմ, դե լավ»։ Խոսակցությունները չոր էին, պաշտոնական։ Մարգարիտան զգում էր, որ նրանց միջև պատ կա։ Լուսինեն նեղացած էր, թե ջղայնացած, թե ուղղակի չգիտեր ինչ խոսել։ Անցավ մեկ շաբաթ։ Մարգարիտան կամաց-կամաց ընտելանում էր, գնում էր խանութ, զբոսնում այգում։ Վերան գալիս էր հյուր, թեյ էին խմում, զրուցում։ Կյանքը կամաց հունի մեջ էր ընկնում, բայց ներսում թախիծ կար։ Մի երեկո Մարգարիտան նստած էր պատուխանի մոտ ու նայում էր փողոցին։ Անձրև էր գալիս, կաթիլները թխթքացնում էին ապակուն։ Նա մտածում էր Լուսինեի մասին։ Ինչպես է աղջիկը, ինչպես են նրա գործերը։ Մարգարիտան ուզում էր զանգել, բայց չէր համարձակվում։ Լուսինեն ինքը պետք է զանգի, եթե ուզենա։ Հեռախոսը զանգեց ուշ երեկոյան։ Մարգարիտան սթափվեց, նայեց էկրանին։ Լուսինեն էր, նա վերցրեց լսափողը։ «Մամ, դստեր ձայնը տարօրինակ էր, լարված»։ «Ինչ է պատահել։ Կարելի է գամ չես մոտ»։ «Հիմա»։ «Իհարկե»։ «Որտեղ ես»։ «Արդեն ճանապարհին եմ, 20 րոպայից կլինեմ»։ Լուսինեն անջատեց հեռախոսը։ Մարգարիտան շփոթված նայեց հեռախոսին։ Ինչ որ բան է պատահել, ինչ որ վատ բան։
Նա սկսեց սեղանը հավաքել, թե ինքը դրեց, թե խվածքաբրիթ հանեց, սպասում էր։ Ժամանակը դանդաղ էր անցնում։ Վերջապես դրան զանգը հնչեց։ Մարգարիտան բացեց։ Լուսինեն կանգնած էր շեմքին։ Մազերն անձրևից թրջված, դեմքը կարմրած, աչքերը ուրած։ Նա հաստատ լաց էր եղել։ Ձեռքին պայուսակ կար։ Լուսինե, ինչ է պատահել։ Մարգարիտան բռնեց դստեր ձեռքը, ներս բերեց տուն։ Լուսինեն մտավ սենյակ, նստեց բազմոցին, լռում էր։ Մարգարիտան նստեց կողքին, գրկեց։ Պատմիր, ինչ է եղել։ Նա ինձ դուրս հանեց, կամաց ասաց Լուսինեն։ Ով, Արթուրը։ Այո։ Ինչպես դուրս հանեց։ Ինչի համար։ Լուսինեն լռեց, հետո դանդաղ սկսեց պատմել։ Մարգարիտայի հեռանալուց հետո Արթուրն ավելի ջղային էր դարձել։ Աշխատանք այդպես էլ չէր գտել։ Նստում էր տանը, բոլորի վրա չարացած։ Լուսինեն գալիս էր աշխատանքից, փորձում էր նրան հանգստացնել, բայց ոչինչ չէր օգնում։ Այսօր նրան կռվեցին։ Լուսինեն ասաց, որ ժամանակն է գոնե մի աշխատանք գտնել։ Փողերը վերջանում են։ Արթուրը պայթեց, սկսեց գոռալ, թե իբր նա իրեն չի հարգում, որ բոլորն իրեն կշտամբում են։ Հետո նա վերցրեց Լուսինեի պայուսակը, իրերը շպրտեց միջանցք։ Ասաց, որ կորչի այստեղից, որ չի ուզում նրան տեսնել։ Ես փորձեցի խոսել, Լուսինեն լաց էր լինում, բայց նա չլսեց։ Ուղղակի դուրս հանեց ու դուռը փակեց։ Ես կանգնած էի միջանցքում, չգիտեի ինչ անել։ Հետո քեզ զանգեցի։ Մարգարիտան ավելի ամուր գրկեց դստերը։ Նա զգում էր, թե ինչպես են նրա ուսերը դողում։ Լուսինեն լաց էր լինում երեխայի պես։ Անպաշտպան։ Դառը։ Մամ, դու ճիշտ էիր, փսփսաց Լուսինեն։ Նա միշտ էլ այդպիսին է եղել։ Ես ուղղակի չէի ուզում տեսնել։ Մտածում էի, որ կկարողանամ փոխել նրան, որ նա ուրիշ մարդ կդառնա, բայց նա չի փոխվում։ Հանդարտվիր, հանդարտվիր։ Մարգարիտան շոյում էր նրա գլուխը։ Ամեն ինչ լավ կլինի։ Այնքան եմ ամաչում։ Ամաչում եմ, որ քեզ չպաշտպանեցի, որ նրա կողմից էի։ Դու այս ամենը հանդուրժում էիր, իսկ ես քեզ չէի հավատում։ Լուսինե, պետք չէ։ Անցյալը հետ չես բերի։ Ներիր ինձ, խնդրում եմ, ներիր։ Մարգարիտան համբուրում էր դստեր գլուխը։ Նա չէր չարանում, չէր նեղանում։ Նա խղճում էր Լուսինեին։ Ցավում էր, որ դուստրն անցել էր այս ամենի միջով, որ ճշմարտությունը հասկացել էր այդքան ուշ։ Նրանք երկար նստեցին։ Հետո Մարգարիտան թեյ պատրաստեց։ Լուսինեն փոքր կումերով խմում էր, նայում պատուհանին։ Հիմա ես ինչ եմ անելու, կամաց հարցրեց նա։ Ապրելու ես։ Ինչպես։ Այնպես ինչպես ես։ Կամաց։ Լուսինեն նայեց մորը։ Աչքերում արցունքներ էին, բայց նաև ինչ-որ ուրիշ բան։ Հույս։ Մարգարիտան բռնեց նրա ձեռքը։ Ավելի լավ է ուշ հասկանալ ճշմարտությունը, քան ապրել կուրության մեջ, կամաց ասաց նա։ Լուսինեն գլխով արեց։ Նա սեղմեց մոր ձեռքը։ Եվ այդ շարժման մեջ կար ամեն ինչ։ Ընդունում, զղջում, երախտագիտություն եւ ինչ-որ նոր բանի սկիզբ։ Պատուհանից այն կողմ շարունակում էր անձրև գալ, բայց բնակարանում տաք էր։ Մարգարիտան ու Լուսինեն նստած էին կողք կողքի, ձեռք ձեռքի տված։ Առաջին անգամ երկար ժամանակ անց նրանք միասին էին, իսկապես միասին։ Երկու կին, մայր ու դուստր, ովքեր անցան ցավի միջով ու նորից գտան միմյանց։ Լուսինեն մնաց գիշերելու։ Մարգարիտան բազմոցին տեղ պատրաստեց նրա համար, վերմակ ու բարձ բերեց։ Դուստրը պառկեց, կծկվեց։ Նա փոքրիկ ու կորսված տեսք ուներ։ Մարգարիտան նստեց կողքին, շոյեց մազերը։ Քնիր, առավոտը բարի է։ Մամ, իսկ եթե նա ինձ հետ չթողնի, իսկ դու ուզում ես վերադառնալ։ Լուսինեն լռեց, հետո կամաց պատասխանեց. Չգիտեմ ինչ եմ ուզում։ Ուրեմն հիմա մի մտածիր դրա մասին։ Պարզապես հանգստացիր։ Լուսինեն փակեց աչքերը։ Մարգարիտան նստեց կողքին, մինչև դուստրը քնեց։ Հետո կամաց վեր կացավ, անջատեց լույսը, գնաց իր սենյակ։ Նա պառկեց, բայց չէր կարողանում քնել։ Մտքերը հանգիստ չէին տալիս։ Ինչ կլինի հետո։ Լուսինեն կմնա այստեղ, թե կվերադառնա Արթուրի մոտ։ Եվ ո՞րն է ճիշտը։ Մարգարիտան չգիտեր։ Նա կարող էր միայն կողքին լինել։ Առավոտյան Լուսինեն ուշ արթնացավ։ Մարգարիտան արդեն նախաչաշ էր պատրաստել։ Նրանք լուռ նստեցին սեղանի շուրջ։ Լուսինեն գունատ էր, աչքերը կարմրած։ Ինչպես քնեցիր։ Վատ։ Մղձավանջներ էի տեսնում։ Կանցնի։ Լուսինեն գլխով արեց։ Խմեց թեյը, նայեց մորը։ Մամ, կարելի է մնամ քեզ մոտ մի քանի օր, մինչև հասկանամ ինչ անել։ Իհարկե, մնա որքան պետք է։ Շնորհակալ եմ։
Մարգարիտան սկսեց հավաքել սեղանը։ Լուսինեն հանեց հեռախոսը, նայեց էկրանին, մի քանի բաց թողնված զանգ Արթուրից։ Նա մռայլվեց. «Զանգել է, պատասխանիր նրան»։ «Չեմ ուզում»։ «Լուսինե, դու մեկ է պետք է նրա հետ խոսես, վաղ թե ուշ»։ Լուսինեն հառաչեց, վեր կացավ, դուրս եկավ պատշգամբ։ Մարգարիտան լսում էր խոսակցության պատառիկները։ Լուսինեն կամաց էր խոսում, բայց ձայնը հաստատ ուներ։ Նա չէր գոռում, չէր լացում, ուղղակի հանգիստ խոսում էր։ Խոսակցությունը տևեց 10 րոպե։ Հետո Լուսինը վերադարձավ խոհանոց։ Նա ուզում է, որ վերադառնամ։ Իսկ դու ինչ պատասխանեցիր, որ ինչ ժամանակ է պետք մտածելու համար։ Ճիշտ ես արել։ Լուսինեն նորից նստեց սեղանի շուրջ, հեռախոսը դրեց դիմացն ու նայում էր դրան։ Մամ, իսկ դու ինչպես որոշեցիր հեռանալ։ Ինչպես հասկացար, որ ժամանակն է։ Մարգարիտան մտածեց. Ես հասկացա, որ այլևս չեմ կարող այդպես ապրել, որ ես կորցնում եմ ինքս ինձ։ Երբ ամեն օր վախով ես քայլում, վախենում ես մի բան ասել կամ անել, դա կյանք չէ, դա գոյություն է։ Ես հիմա նույն բանն եմ զգում։ Վերջին ամիսներին ես անընդհատ վախենում էի։ Վախենում էի, որ նա կպորտկա, որ ես մի բան չեմ անի, որ նորից սկանդալ կլինի։ Իսկ առաջ ուրիշ էր։ Լուսինեն լռեց։ Առաջ էլ խնդիրներ կային, բայց ես մտածում էի, որ դա նորմալ է, որ ցանկացած ընտանիքում լինում են կռիվներ։ Բայց երբ դու գնացիր, ավելի վատացավ։ Նա սկսեց անընդհատ իմ վրա թափել ջղայնությունը, եւ ես հասկացա, որ առաջ դու էիր նրա թիրախը, իսկ հիմա ես։ Մարգարիտան լսում էր ու լռում։ Նրան ցավոտ էր դա լսելը, բայց նա գիտեր, որ Լուսինեն պետք է դատարկվի։ Ամաչում եմ, շարունակեց Լուսինեն։ Ամաչում եմ, որ սա ավելի շուտ չէի տեսնում։ Ինչու էի նրան պաշտպանում, երբ նա քեզ նեղացնում էր։ Մտածում էի, որ դու չափազանցնում ես, որ նա ուղղակի հոգնում է, նյարդայնանում է, բայց դու չէիր չափազանցնում։ Նա իրոք այդպիսին է։ Ավելի լավ է ուշ հասկանալ ճշմարտությունը, քան ապրել կուրության մեջ, կամաց ասաց Մարգարիտան։ Լուսինեն նայեց նրան, աչքերում արցունքներ կային։ Մամ, ես ամեն ինչ փչացրի, ես նրա պատճառով քեզ կորցրի։ Դու ինչ չես կորցրել։ Ես այստեղ եմ։ Ես միշտ այստեղ կլինեմ։ Լուսինեն վեր կացավ, գրկեց մորը։ Նրանք այդպես երկար կանգնած էին, եւ Մարգարիտան զգում էր, թե ինչպես է ներսում ինչ-որ բան հալվում։ Դուստրը վերադարձել էր իր մոտ ոչ թե ֆիզիկապես, այլ հոգով։ Եվ դա ամենակարևորն էր։ Հաջորդ օրերը նրանք միասին էին անցկացնում։ Լուսինեն գնում էր աշխատանքի, երեկոյան վերադառնում։ Միասին ընթրում էին, զրուցում։ Լուսինեն պատմում էր իր զգացմունքների, կասկածների մասին։ Մարգարիտան լսում էր, խորհուրդներ չէր տալիս։ Նա գիտեր, որ դուստրը պետք է որոշումը կայացնի ինքնուրույն։ Արթուրը զանգում էր ամեն օր։ Սկզբում խնդրում էր վերադառնալ, հետո սկսեց ներողություն խնդրել։ Ասում էր, որ սխալ է եղել, որ կփոխվի։ Լուսինեն լսում էր նրան, բայց չէր հավատում։ Նա արդեն լսել էր այդ խոսքերը։ Ամեն սկանդալից հետո նա ներողություն էր խնդրում, խոստանում չկրկնել, բայց հետո ամեն ինչ նորից էր սկսվում։ Մեկ շաբաթ անց Լուսինեն ասաց, որ ուզում է գնալ բնակարան, իր իրերը վերցնելու։ Մարգարիտան առաջարկեց գնալ նրա հետ, բայց դուստրը հրաժարվեց։ Ես գլուխ կհանեմ մամ, ինձ պետք է խոսել նրա հետ, ասել այն ամենը, ինչ մտածում եմ։ Զգույշ կլինես։ Կլինեմ։ Լուսինեն գնաց ցեղեկը։ Մարգարիտան մնաց տանը։ Հավաքում էր, ճաշեր պատրաստում, բայց մտքերն այնտեղ էին, դստեր հետ։ Նա անհանգստանում էր։ Հանկարծ Արթուրը նորից սկանդալ չանի, հանկարծ նրան ներս չթողնի։ Մարգարիտան նայում էր հեռախոսին, սպասում էր զանգի։ Լուսինեն վերադարձավ 3 ժամ հետո։ Դեմքը հանգիստ էր, բայց աչքերը հոգնած։ Նա 2 մեծ պայուսակ իրեր բերեց։ Ինչպես անցավ։ Նորմալ։ Խոսեցինք։ Իսկ ինչ որոշեցիք։ Լուսինեն նստեց բազմոցին, հենվեց թիկնակին։ Ես ասացի, որ ինձ դադար է պետք, որ ես հիմա չեմ կարող որոշում կայացնել։ Նա խնդրում էր մնալ, խոստանում էր փոխվել, բայց ես չեմ հավատում։ Մամ, ես այնքան անգամ եմ լսել այդ խոստումները։ Նա չի փոխվի։ Ճիշտ ես։ Ես ասացի, որ ուզում եմ առանձին ապրել, մտածել, հասկանալ ինչ է ինձ պետք։ Նա ջղայնացավ, բայց համաձայնեց, ասաց, որ կսպասի։ Մարգարիտան նստեց դստեր կողքին։ Լուսինե,
Իսկ դու ուզում ես, որ նա սպասի։ Լուսինեն նայեց մորը։ Եթե անկեղծ, ոչ։ Ես հասկացա, որ չեմ սիրում նրան։ Գուցե սիրել եմ ժամանակին, բայց դա անցել է։ Ես ուղղակի ապրում էի իներցիայով, վախենում էի մենակ մնալ։ Մտածում էի, որ ավելի վատ չի լինի, բայց եղավ։ Այդ դեպքում ինչու ձգձգել։ Ասա նրան ուղղակի։ Վախենում եմ, հանկարծ չսխալվեմ, հանկարծ հետո չփոշմանեմ։ Լուսինե, դու չես փոշմանի։ Դու կփոշմանես, եթե վերադառնաս նրա մոտ։ Լուսինեն գլխով արեց։ Նա գիտեր, որ մայրը ճիշտ է։ Հաջորդ շաբաթվա ընթացքում Լուսինեն աստիճանաբար դասավորում էր իր կյանքը։ Նա պայմանավորվեց ընկերուհու հետ, որ նրանից սենյակ կվարձի։ Դա ժամանակավոր լուծում էր, բայց առայժմ բավարար։ Նա հավաքեց իրերը, տեղափոխվեց։ Մարգարիթա Վարդանյանն օգնում էր։ Նրանք միասին կահավորում էին սենյակը, գնում անհրաժեշտ մանրուքներ։ Լուսինեն Արթուրին հաղորդագրություն ուղարկեց, գրելով, որ ուզում է բաժանվել։ Նա զանգում էր, գոռում հեռախոսով, ամեն ինչում մեղադրում նրան։ Լուսինեն հանգիստ լսում էր, հետո անջատում։ Նա այլևս չէր վախենում։ Նա որոշում էր կայացրել։ Մարգարիտան նայում էր դստերն ու տեսնում, թե ինչպես է նա փոխվում։ Լուսինեն դարձել էր ավելի ինքնավստահ, հանգիստ։ Նա նորից շփտում էր, նորից պատմում աշխատանքի ու պլանների մասին։ Նա վերադառնում էր կյանքին։ Մի երեկո նրանք նստած էին Մարգարիտայի խոհանոցում, թեյ էին խմում։ Լուսինեն նայեց մորը։ Մամ, շնորհակալություն քեզ։ Ինչի համար։ Այն բանի համար, որ դու այն ժամանակ գնացիր։ Եթե մնայիր, ես կշարունակեի ապրել այդ դժոխքում։ Չէի հասկանա ինչ է կատարվում։ Դու ինձ ցույց տվեցիր, որ կարելի է հեռանալ, որ կարելի է նորից սկսել։ Մարգարիտան բռնեց դստեր ձեռքը։ Ես ուղղակի ուզում էի ինքս ինձ պահպանել։ Չգիտեի, որ դա կօգնի նաև քեզ։ Օգնեց։ Շատ օգնեց։ Նրանք լուր նստած էին ձեռք ձեռքի տված։ Պատուհանից այն կողմ մտնեց։ Բնակարանում տաքերու հարմարավետ։ Մարգարիտան զգում էր, որ ամեն ինչ ճիշտ է, որ ինքն այն ժամանակ ճիշտ որոշում էր կայացրել, եւ որ իրենք երկուսն էլ ճիշտ որոշում կայացրին։ Անցավ կես տարի։ Մարգարիտան սովորել էր իր կյանքին։ Նա նորից գտել իրեն, վեր էր կենում, երբ ուզում էր, պատրաստում էր այն, ինչ սիրում էր։ Գնում էր այգի, հանդիպում Վերասարքուսյանին։ Կյանքը հոսում էր հանգիստ ու հանդարտ, առանց ստրեսների, առանց վախի, առանց մշտական լարվածության։ Լուսինեն բաժանվեց Արթուրից։ Գործընթացը երկար էր ու տհաճ։ Արթուրը չէր ուզում բաց թողնել նրան, պահանջում էր ամեն ինչի կեսը։ Բայց Լուսինեն ամուր էր մնում։ Նա փաստաբան վերցրեց, հավաքեց բոլոր փաստաթղթերը։ Ի վերջո, ամուսնալուծությունը կայացավ։ Լուսինեն ազատ էր։ Նա շարունակում էր սենյակ վարձել ընկերուհու մոտ, աշխատում էր, պլաններ կազմում, երբեմն գալիս էր մոր մոտ։ Նրանք ժամերով զրուցում էին։ Լուսինեն պատմում էր այն մասին, թե ինչպես է ապրում հիմա, առանց վախի, առանց մշտական մեղավորության զգացման։ Նա սկսեց յոգայի գնալ, գրանցվեց անգլերենի դասընթացների։ Նա վերադառնում էր իր իրական տեսակին։ Մարգարիտան ուրախանում էր։ Դուստրը նորից երջանիկ էր, կամ գոնե հանգիստ, իսկ դա ամենակարևորն էր։ Մի աշնանային երեկո Լուսինեն հյուր եկավ, իր թխած կարկանդակով։ Նրանք նստեցին թեյ խմելու։ Պատուհանից այն կողմ անձրև էր գալիս, կաթիլները թխթխկացնում էին ապակուն։ Մարգարիտան նայում էր դստերն ու մտածում, թե որքան բան է փոխվել։ Կես տարի առաջ նրանք երկուսն էլ թակարդում էին, յուրաքանչյուրն իր սեփական թակարդում։ Մարգարիտան մի բնակարանում, որտեղ ինքն ավելորդ էր, Լուսինեն մի ամուսնության մեջ, որը քայքայում էր իրեն, իսկ հիմա նրանք երկուսն էլ ազատ են։ Մամ, ուզում եմ մի բան ասել, սկսեց Լուսինեն։ Լսում եմ։ Ես մեկ սենյականոց բնակարան եմ գտել, վարձելու եմ։ Դա լավ է։ Այո, ուզում եմ առանձին ապրել, ուզում եմ իմ սեփական տարածքն ունենալ, որտեղ կլինեմ միայն ես։ Մարգարիտան գլխով արեց, նա հասկանում էր այդ զգացողությունը։ Բայց ուզում եմ, որ իմանաս, շարունակեց Լուսինեն, դու միշտ կարող ես գալ ցանկացած ժամանակ։ Իմ դուռը քո առաջ միշտ բաց է։ Շնորհակալ եմ, Լուսինե, եւ նաեւ ներիր ինձ ամեն ինչի համար։ Այն բանի համար, որ քեզ միանգամից չհասկացա, որ չպաշտպանեցի, որ դու տանջվեցիր իմ պատճառով,
Լուսինե, դու արդեն շատ անգամներ ես ներողություն խնդրել։ Գիտեմ, բայց ինձ համար կարևոր է, որ դու իմանաս, ես իրոք զղջում եմ եւ երախտապարտ եմ։ Դու ինձ սովորեցրիր ամենակարևորը՝ ապրել արժանապատիվ, չհանդուրժել նվաստացումը, չվախենալ նորից սկսելուց։ Մարգարիտան վեր կացավ, գրկեց դստերը։ Նրանք կանգնած էին գրկախառնված, իսկ պատուհանից այն կողմ շարունակում էր անձրև գալ։ Նույն անձրևը, որն այն գիշեր էր, երբ Մարգարիտան հեռացավ դստեր տնից։ Այն ժամանակ այն սառն էր ու անողոք թվում, հիմա ուղղակի անձրև էր, աշնանային ու հանդարտ։ «Մամ, իսկ դու երջանիկ ես», կամաց հարցրեց Լուսինեն։ Մարգարիտան մտածեց. «Գիտես, երջանկությունը տարօրինակ բառ է։ Առաջ ես մտածում էի, որ երջանկությունն այն է, երբ ամեն ինչ լավ է, երբ հարազատներդ կողքիդ են, երբ ամեն ինչ իր տեղում է։ Իսկ հիմա հասկանում եմ, որ երջանկությունն այն է, երբ ներսումդ հանգիստ է, երբ դու չես վախենում, երբ կարող ես լինել ինքդ քեզ հետ։ Եվ այս իմաստով, այո, ես երջանիկ եմ»։ Լուսինեն շփտաց. «Ես նույնպես»։ Առաջին անգամ երկար տարիների ընթացքում նրանք նորից նստեցին սեղանի շուրջ, կերան կարկանդակը, խմեցին թեյը, խոսեցին տարբեր բաներից, աշխատանքից, պլաններից, եղանակից։ Սովորական խոսակցություններ էին, բայց նրանց մեջ ջերմություն կար, մտերմություն, այն ինչն այնքան պակասում էր առաջ։ Լուսինեն գնաց ուշ։ Մարգարիտան ճանապարհեց նրան մինչև դուռը, ձեռքով արեց հրաժեշտի համար։ Հետո վերադարձավ բնակարան, մտավ սենյակ, նստեց պատուհանի մոտ։ Անձրևը կտրվել էր, փողոցը փայլում էր ջրից, լապտերներն արտացոլվում էին ջրափոսերի մեջ։ Մարգարիտան մտածեց այն ճանապարհի մասին, որն իրենք անցան, ինքը եւ Լուսինեն, ցավի, վիրավորանքների, հիասթափությունների միջով։ Բայց նրանք անցան եւ դարձան ավելի մտերիմ, ավելի անկեղծ միմյանց հետ, դարձան ավելի ուժեղ։ Նա հիշեց այն գիշերը, երբ հեռացավ դստեր բնակարանից, թե որքան սարսափելի էր, որքան էր թվում, թե սխալ է գործում, որ լքում է աղջկան, որ ավելի լավ է համբերել, քան հեռանալ։ Բայց նա հեռացավ, եւ դա փրկեց իրեն, իսկ հետո փրկեց նաեւ Լուսինեին։ Երբեմն հեռանալը դավաճանություն չէ, այլ փրկություն, քո եւ ուրիշների համար։ Մարգարիտան վեր կացավ, մոտեցավ պահարանին, հանեց լուսանկարների հին ալբոմը, բացեց։ Ահա ինքը երիտասարդ, ամուսնու հետ, ահա փոքրիկ Լուսինեն, ահա նրանք երեքով, ծովափին։ Այնքան տարիներ են անցել, այնքան բան է եղել։ Նա փակեց ալբոմը, հետ դրեց։ Անցյալը մնաց անցյալում, առջևում ապագան էր, եւ այն այլևս չէր վախեցնում, որովհետև հիմա նա գիտեր, ինչ էլ լինի, ինքը գլուխ կհանի։ Նա ուժեղ է, նա ազատ է, նա կենդանի է։ Մարգարիտան պառկեց քնելու, պատուհանից այն կողմ լռություն էր, հանգիստ, տաք լռություն, հենց այն մեկը, որն այնքան պակասում էր երկար ամիսներ շարունակ։ Նա փակեց աչքերը եւ շփտաց. վաղը նոր օր կլինի, եւ այն լավը կլինի, որովհետև ինքն այն այդպիսին կդարձնի։ Իսկ քաղաքի մեկ այլ մասում, մի փոքրիկ վարձով սենյակում, քնում էր Լուսինեն։ Նա նույնպես շփտում էր, որովհետև առաջին անգամ երկար ժամանակ անց չէր վախենում վաղվա օրվանից, չէր վախենում, որ ինչ-որ մեկը կգոռա, կմեղադրի կամ կնվաստացնի։ Նա մենակ էր, բայց դա ճիշտ մենակություն էր, այն մեկը, որն ուժ է տալիս, այլ ոչ թե խլում այն։ Մայրն ու դուստրը քնած էին տարբեր տներում, բայց նրանք միասին էին ավելի ամուր, քան երբևէ, որովհետև անցել էին փորձությունների միջով, ամեն մեկն իր սեփական, եւ դիմացել էին ու սովորել ամենակարևորը՝ գնահատել իրենց, պաշտպանել իրենց, սիրել իրենց։ Եվ դա ամենակարևոր դասն էր, որ կարող է տալ կյանքը։ Անձրևը պատուհանից այն կողմ վերջնականապես կտրվեց։ Քաղաքը քնում էր, իսկ երկու կին, մայր ու դուստր, քնած էին հանգիստ քնով, ազատ մարդկանց քնով, նրանց, ովքեր գտել են իրենց ուղին, ովքեր այլևս չեն վախենում ապրելուց։ Առավոտյան նորից արևը կծագի, կսկսվի նոր օր, եւ այն կլինի իրենցը, միայն իրենցը, առանց ուրիշի գոռոցների, վիրավորանքների, նվաստացումների, կլինի ուղղակի կյանք, հանդարտ, հանգիստ, արժանապատիվ, այն կյանքը, որին նրանք արժանի էին։ Եվ դա ճիշտ էր, դա անկեղծ էր, դա իսկական էր։